Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ խոսենք ընդդիմությունից, որովհետև արդեն իսկ մանդատները վերցնում են, որոշումը կայացված է, որ մտնում են պարլամենտ, ինչը եւ սպասելի էր, եւ գուցե թե ինչպես տարբեր մասնագետներ են ասում, ճիշտը դա է։ Չգիտեմ, ձեր կարծիքը դուք կարտահայտեք։ Հիմա ինչ ունի անելու ընդդիմությունը, առավել եւս երբ որ արդեն Զանգեզուրի միջանց ծրագիրը թափով ընթացքի մեջ է մտել, թրիփում նշանակումներ են արվում Միացյալ Նահանգների կողմից, միջին միջանցքի շուրջ զարգացումները գնալով ուժգնանում են, Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը հաշվի առնելով, Միացյալ Նահանգներ Իրան այս պատերազմական վիճակը հաշվի առնելով, մենք տեսնում ենք, որ շտապեցնում են դրսից որոշ գործողություններում Հայաստանի իշխանություններին։ Այս պայմաններում ընդդիմությունը, նոր ընդդիմությունը, պարլամենտական ընդդիմությունը նկատի ունեմ, ինչ անելիքներ ունի գիտակցումը, թե ինչ ժամանակահատվածում է ստանձնում խորհրդարանում ընդդիմության դերը։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ձեր բոլոր հարցադրումները շատ հրատապ են, անկեղծ պետք է ասեմ, եւ նույնիսկ կարծում եմ խիստ կարեւոր հնարավոր զարգացումները կանխատեսելու տեսանկյունից։ Բայց եթե դուք չեք առարկում, մինչ ձեր հարցերին անդրադառնալը մի փոքր նախաբանի կարգով փորձենք արձանագրել իսկ ինչ ունենք, ոնց որ ասում են, չոր հաշվարկում արդյունքում, այս պահի դրությամբ։ Եվ ես ստիպված այս հարցին պատասխանելու համար պետք է մտովի այդուհանդերձ տեղափոխեմ նախընտրական ամբողջ մրցապայքարը եւ փորձենք արձանագրել որն էր ընդդիմության քաղաքական պայքարի, քաղաքական իմաստն ու բովանդակությունը։ Արդյոք ընդդիմության նպատակ իշխանության գալն էր։ Ես սա շատ կարևոր եմ համարում։ Կարծես ոչ։ Հիմա տեսեք։ Հիմա մենք ինքներս հարց տանք, թույլ տվեք ես ինքս հարց տամ, ինքս էլ ինձ պատասխանեմ եւ ձեր դատին կամ ձեր լսարանի դատին կթողնեմ իմ մտորումները։ Տեսեք, մեծ իմաստով մենք նախընտրական այդ մրցապայքարի մեկնարկին արձանագրում ենք հետեւյալը, որ իշխանությունների գործողությունների անգործության արդյունքում Հայաստանի պետականությունը հայտնվել է տարածքային ամբողջականությունը, սահմանների անդեռմխելությունը հայտնվել է կործանարար սպառնալիքների տակ։ Եվ թվում էր, թե բոլորը շատ լավ հասկանում էին, գոնե ասենք թե հանրության ընդդիմադիր հատվածը շատ լավ հասկանում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական նպատակը պետք է լիներ հասնել նրան, որպեսզի այդ գահավիժման, պետականության գահավիժման, ինստիտուցիոնալ կազմաքանդման գործընթացը բեկվեր, բեկում ապրեր, եթե կասեցվեր, եթե ոչ գոնե բեկել։ Այսինքն հիմնական նպատակը ընտրությունների դա էր։ Այդ նպատակին հասնելու համար որպես միջոց օբյեկտիվորեն պետք է դիտարկվեր իշխանության գալը։ Այսինքն իշխանությունը ինքնանպատակ չէր լինելու իշխանապողությունը որևէ պարագայում, այս ընտրությունների համար եմ ասում, ստեղծված կոնկրետ իրավիճակում իշխանության գալը ինքնանպատակ չէր կարող համարվել, այլ հիմնական նպատակը փորձել քայլեր կատարել իշխանություն փոփոխություն գալ իշխանության եւ երաշխավորել հանրությանը, ընդ որում ոչ միայն ներսում, այլև դրսի հանրությանը, որ մենք ոչ թե ռևանշիստներ ենք, որոնք ցանկացած գնով փորձում են ռազմական զարգացումների գնով անգամ ինչ որ խնդիրներ լուծել, այլ մենք ընդհանրապես քաղաքական ուժեր են կամ քաղաքական իշխանություն է, որը ունակ է սեղանի դնել այնպիսի առաջարկություններ, որոնք հնարավորություն տան տարածաշրջանը ապահովել երկարաժամկետ հատվածում կայուն զարգացման անհրաժեշտ նախադրյալներով։ Ես այդպես եմ հասկացել։ Ցավոք սրտի նախընտրական մրցապայքարը դա ցույց չտվեց։ Համաձայնեք, որ մենք ձեզ բոլորս ականատես ենք եղել վարչապետի համար, վարչապետի պաշտոնի համար մրցակցությանը։ Այսինքն պրիզը ով կլինի վարչապետ։ Թե ինչպես վարչապետ լինելուց հետո ինչ քայլեր պետք է անեք, որովհետեւ այն սպառնալիքները, որոնք ձևավորվել էին այսօր գոյություն ունեցող սպառնալիքները մեղմել կամ չեզոքացնել, մենք չենք լսել դա, ցավոք սրտի։ Գոնե ամբողջ մրցապայքարի ժամանակ այս խնդիրը չդարավ առանցքայինը, թեպետ դա պետք է լիներ։ Օրինակ, ես կարծում եի եւ անկեղծ ասած նույնիսկ գրավոր առաջարկություններ եմ ներկայացրել դիմադիր հիմնական ուժերին, գրավոր, կրկնում եմ, գրավոր, եւ այն մեկնաբանությամբ, որ լսեք,
դուք կարող եք տարբեր տնտեսական քաղաքականություն իրականացնել, այսինքն ձեր տնտեսության ոլորտում ձեր տեսլականը, մոտեցումները կարող են միմյանցից տարբերվել, բայց մի բանում դուք պետք է միասնական լինեք։ Այդ տնտեսական քաղաքականությունը արդյունավետ իրացնելու համար դուք պետք է երաշխավորեք անվտանգություն։ Հետևաբար անվտանգության հարցում գոնե դուք 3-ով կամ 4-ով դուք պետք է ընդհանրել միասնական լինեք, այսինքն հանրությանը ներկայացնեք, եթե մենք գանք, ենթադրենք քաղաքական ընտրության արդյունքներում գանք իշխանության, ապա ահա այն քաղաքական քայլերի առաջնահերթ քայլերի ցանկը 3, 4, 5, 6, հա, որոնք մենք իրականացնենք երաշխավորելով Հայաստանի երկարաժամկետ հատվածում անվտանգ զարգանալու երաշխիքների ձևավորում։ Սա շատ էական է։ Ես նման բան չեմ տեսել։ Կրկնում եմ, ընտրությունների նախաշեմին ազդեցիկ քաղաքական ուժերին, հայտնի քաղաքական ընդդիմադիր ուժերին, ես գրավոր եմ ներկայացրել։ Ես նույնիսկ առաջարկում եմ եկեք մի հատ հայտարարություն արեք, այո, մենք առանձին ենք գնում, որտեղ մենք ունենք մեր տնտեսական քաղաքականության սեփական տեսլականը, բայց բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ քաղաքականությունը չի կարող կյանքի կոչվել, եթե դուք չեք երաշխավորել անվտանգությունը։ Եվ ահա անվտանգության հարցով մենք ընդհանուր ենք, միասնական ենք։ Ես նույնիսկ առաջարկում եմ մանիֆեստ, տեքստուալ ներկայացրել եմ դա։ Ցավոք սրտի մենք սա չենք տեսել։ Ցավոք սրտի ընդդիմությանը չհաջողվեց այս ընտրությունները դարձնել երկրի անվտանգության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորման քաղաքական ուժի ընտրության։ Դա դարձավ ընդհանրապես ով է լավ վարչապետը, ով ավելի լավ վարչապետ կաշխատի, այսինքն զուտ կռիվը իշխանության համար էր, պրիզը, մրցանակը պաշտոնն էր վարչապետի։ Սա ինձ համար անթույլատրելի է։ Իդեպ ասեմ անկեղծ, ամբողջ նախընտրական մրցապայքարում ես երբևէ քննադատաբար չեմ ելույթ ունեցել հրապարակավ։ Թեպետ ինչ որ ես ձեզ ասում եմ, իրենց այդ շփումների ժամանակ խաբսել եմ սրա մասին։ Օրինակ ինձ համար տարօրինակ էր նաև հասարակության մոտեցումներ։ Օրինակ որից մեկին չհետաքրքրեց, լավ, ենթադրենք դուք դառնում եք վարչապետ։ Իսկ ով է ձեր արտգործնախարարը։ Ով է լինելու ձեր պաշտպանության նախարարը, ով է լինելու ձեր ֆինանսների նախարարը, այսինքն թիմը ով է լինելու։ Վերջնաշով վարչապետը չի ամեն ինչը որոշում։ Քաղաքացիների կողմից այդ հարցերը հնչում էին, ասում էին ասեք։ Ճիշտ եք ասում, բայց շատ հազվագյուտ եւ այսպես կաշկանդված էին այդ խոսակցությունը գնում։ Ցավոք սրտի, այդպիսի առաջարկ, օրինակ ես գտնում եմ, որ ընդդիմությունը կարող էր համարձակորեն ասել, ահա իմ ապագա թիմը։ Ահա իմ ապագա պաշտպանության նախարարը, ահա իմ ապագա ֆինանսների նախարարը, արտգործնախ եւ այլն։ Այդ նման հայտը քաղաքական պայքարի ստիպված պտիլներ կողքին, այսինքն քո անդիմախոսներին ստիպեր, որ դուք նրանք էլ իրենց առաջարկեին։ Բայց այդ ժամանակ դες ինչ կստացվեր, Տիկին Սեյրանյան։ Մաս մեդիան դուք արդեն կհրավիրեք ձեզ մոտ պոտենցիալ ապագա պաշտպանության նախարարներին եւ սկսեիք անվտանգության կոնտեքստում նրանց հարցը, այսինքն հանրությունը ականատես կլիներ շատ առարկայական, կոնստրուկտիվ մրցապայքարի, ոչ թե չմո համբալ եւ այլ բաներ, կզսնեմ, ես անեմ, են անեմ, հասկանում եք, սա ամենամեծ բացթողումն էր ընդդիմության կողմից։ Ոչ միայն ուրեմն մենք չկարողացանք ներկայացնել կոնցեպտուալ առումով հաջողություն արձանագրելու, հաջողությունը նպատակը չէ, նպատակը այդ հաջողությունը օգտագործել անվտանգության խնդիրները կարգավորելու համար։ Մենք ոչ միայն չտեսանք այդպիսի կոնցեպտ, գոնե մի քանի կետերով։ 5-6 քայլ։ Կրկնում եմ, ես այս իրավունքը ձեռք եմ բերել ներկայացնել, որտեղ ես գրավոր եմ ներկայացրել։ Կարող էին ինձ չհամաձայնվել, բայց կարող էին դա դարձնել քննարկման առարկա։ Ինձ օրինակ անկեղծորեն ջղայնացնում էր այն, որ ընդդիմությունը հիմնականում թրիփին դեմ չէր խոսում։ Տեսեք, հիմա դրան է Թրիփը ի՞նչ է, թրիփը Զանգեզուրի միջանցքա, Զանգեզուրի միջանցքը ի՞նչն է, դա մեծ Թուրանն է։ Ոնց եք ասում այո։ Թույլ տվեք դրան էլ անդրադառնալ։ Ինչա թե արևմուտքը ձեզ բան չլինի, լոյալ լինի ձեր նկատմամբ։ Տեսեք, թույլ տվեք դրան էլ անդրադառնալ։ Ուրեմն առաջինը, որ մենք հիմա ձեզ պետք է արձանագրենք, որ ամբողջ նախընտրական մրցապայքարը adekvat չէր այն միջավայրին եւ այն մարտահրավերներին, որոնք իրականում գործում էին, գոյություն ունեին եւ որոնց չեզոքացմանը պետք է միտված լիներ այս մրցապայքարը։ Գոնե ընդդիմության քաղաքական վարկագիծը դրա մասին է խոսել։ Մենք սա արձանագրեցինք։ Երկրորդը, հիմա հարց։ Ես ակնհայտ է, չէ՞ որ մենք ձեզ հետ միասին
ականատեսենք պետականության կազմաքանդման գործընթացին։ Իհարկե։ Այսօր որևէ պետական ինստիտուտ գործադիրում, օրենսդիրում, դատական համակարգում կամ իրավապահ մարմինների համակարգում որևէ պետական ինստիտուտ օրենքով եւ սահմանությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում չի գործում։ Նրանք բոլորը գործում են մեկ հրահանգով, մեկ կետից հրահանգով։ Հիմա հարց. այդ մեկ կետի հրանգավորման իրավական, քաղաքական նախադրյալները ո՞րն են։ Ինչու մեզանում չհաջողվեց այդուհանդերձ իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքը կյանքի կոչել։ Վերջին հաշվով ակնհայտ է, չէ՞ որ գործադիրն ու գոնե այսօրվա այդ պարտադիր կայուն մեծամասնության ինստիտուտի պայմաններում ակնհայտորեն գործադիրն ու քաղաքական մեծամասնությունը ազգային ժողովում նույնն են։ Նրանց մեջ հակասություններ երբեք չեն առաջանա։ Համաձայն եք, հետեւաբար եթե մենք խոսում ենք իշխանությունների տարանջատման եւ հակակշռման մասին, որը խիստ կարեւոր է, որովհետեւ այդուհանդերձ պետական իշխանությունը ձևավոր իրականացվի օրենսդիրի, գործադիրի եւ դատականի միջոցով, որը շատ կարեւոր է ինստիտուցիոնալ երաշխիքներ քաղաքացուն իրավունքների գերակայության տեսանկյունից ապահովելու առումով։ Շատ էական է, որովհետեւ մենք այդ հակակշիռները ձևավորենք գոնե գործադիրի օրենսդիրի միջև, բայց քանի որ օրենսդիրի քաղաքական մեծամասնությունը եւ գործադիրը նույնն են, նույն կառույցն է, նրանց հետ հակասությունը, հետեւաբար իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի իմաստը տեղափոխվում է օրենսդրում քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջև։ Ընդ որում ձեզ ասեմ, իշխանությանը հրահանգներ տվող դրսի այդ որոշումներ կայացնող ուժերը, ովքեր ետնաբեմում աշխատում են, որովհետեւ Փաշինյանենց տալիս են, հա, ինստիտուտաժը տալիս են։ Նրանք շատ կարևորում են ու գնահատում են, հասկանում են, որ Հայաստանը ինչ էլ լինի պարլամենտական երկիր է եւ պարլամենտը չափազանց կարևոր է։ Նրանք ավելի լուրջ են վերաբերվում դրան, քան թե մյուս կողմը։ Տեսեք, դուք միանգամայն ճիշտ եք, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են ինչ է նշանակում ժողովրդավարական երկրում իշխանությունների տարանջատման եւ հակակշռման ամբողջ արևմտյան Եվրոպայի ժողովրդավարությունը ինչպիսին էլ նա խեղված լինի, արևմտյան ժողովրդավարության հիմքում առանցքային ինստիտուտը, առանցքային սկզբունքը դա է։ Իշխանությունները, պետական իշխանությունը իրականացնում է գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ինքնուրույն է եւ ըստ էության նրանք փոխադարձ հակակշռների զսպումների համակարգով են գործում։ Մեր պարագայում, օրինակ ես այդ հարցը միշտ տվել եմ, ինչ ցույց տվեց 21, 25, 26 թվականների խորհրդարանական գործունեությունը ընդդիմության։ Ցույց տվեց մի բան, որ նույնիսկ ամենաարդարամիտ ձեր հարցադրումները կյանքում իրականություն չեն կարողանում դառնալ, որտեղ որևէ մի հակակշիռ քաղաքական փոքրամասնության եւ մեծամասնության միջև կամ փոխադարձ զսպումների համակարգ գոյություն չունի։ Դուք հիշում եք, սահմանադրորեն գրած էր, որ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Այո, ազգային ժողովը պետք է որոշում կայացնի։ Պարոն Տիկին Սայրանյան, ազգային ժողովը ո՞նց է որոշումներ կայացնում։ Քվեարկությամբ։ Եթե գրած է, որ դա պետք է լինի անդիմության ներկայացուցիչ, ուրեմն դա նշանակում է դուք քվեարկությամբ այդ առաջարկը պետք է հաստատեք։ Ինչ արեցին Արտուր Ղազունյանի տեխնացիոնը 16 անգամ։ Այսինքն դա նշանակում է եւ հիմա էլ չեն հասկացել իրանք։ Հիմա էլ քաղաքական մեծամասնությունը բոլորին վերջերս մի հատ օրենք անցկացրեց, համաձայն որը եթե ձեր ազգային ժողովի նախագահի տեղակալի վերաբերյալ 3 անգամ քվեարկությամբ մերժեցին այդ որոշումը առաջարկող տեխնացիոն, ապա այդ մնում է թափուր այդ պաշտոնը։ Հասկանում եք, սա նոնսենս է։ Հա, բայց դրան բնականաբար իշխանությունը թույլ չի տալու, ընդդիմություն դու դրան պիտի հիմա քայլ անես, քաղաքական։ Հետևաբար խոսքը կանում հետևյալում։ Ես ինձ 5 տարվա 21, 25, 26 թվականների քաղաքական պայքարի փորձառությունը հուշեց մի պարզ բան, որ եթե քաղաքական փոքրամասնությունը քաղաքական մեծամասնությանը հակազդելու, հակակշռելու որևէ հնարավորություն չունի, ըստ էության ընդդիմության ընդեղ լինելը ոչինչ չի տալիս։ Նույնիսկ հանրային կարծիք նորմալ չի կարողանում ձևավորել։ Այն էլ հաշվի առնելով մեր այսօրվա քաղաքական մշակույթի շատ ցածր մակարդակը, հասկանում եք։ Հետևաբար ես կարծում եմ, հիմա էլ համոզված եմ, որ եթե այս 26 թվականի ընտրությունների արդյունքում թողնենք լեգիտիմության խիստ դեֆիցիտը, որ ձևավորվել է, դրան ես քիչ հետո կարող եմ անդրադառնալ, եթե դրան հարցում մենք կզգանք։ Թողնենք դա մի կողմի վրա։ Ես կարծում էի,
որ քաղաքական ընդդիմությունը հատկապես պետք է հայտարարեր մի հատ համատեղ հայտարարություն անեն, որ ասեն այո, մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները ոչ ոք խեղված, խեղաթյուրված եւ իշխանությունը ըստեյության զուրկված է լեգիտիմությունից անհրաժեշտ, բայց մենք առաջարկում ենք պատրաստ ենք վերցնել մանդատները կամ մանդատները վերցնելուց հետո այս հայտարարությունն անենք։ Մենք վերցնում ենք մանդատները, բայց առաջարկում ենք ձևավորել ինստիտուցիոնալ փոխադարձ հակակշիռների եւ փոխադարձ զսպումների քաղաքական մեծամասնություն, փոքրամասնություն միջև համակարգ։ Օրինակ, որ ֆինանսատնտեսական կամ ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ինչու եմ սա առաջարկում։ Ընդ որում ես նոր առաջ անգամ չեմ ասում, միշտ եմ սրա մասին խոսացել, բայց որովհետեւ վերահսկողությունը որովհետեւ ֆինանսները բյուջեն ամենալուրջ ինստիտուտն է։ Եվ այդ վերահսկողությունը պետք է անպայման ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովի կառավարությունից այնպիսի ինֆորմացիա է ստանում, որ ընդդիմությունը տեղեկել չի։ Հասկանում եք, տեղյակ չի լինում, հետևաբար ունակ չի որոշումներ կայացնի։ Իսկ եթե ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը լինում է ընդդիմության ներկայացուցիչ, ապա նա ունակ է դառնում այդ ինֆորմացիան ճիշտ վերամշակելության առաջարկություններ անել, որով ըստ էության վերահսկողություն կարելի է սահմանել կառավարության գործունեության նկատմամբ։ Կամ ենթադրենք հաշվեկնիչ պալատը մենք ունենք։ Հաշվեկնիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։ Ընդդիմության կողմից ոչ թե падգամավոր, այլ ընդդիմության կողմից ներկայացված մասնագետ։ Եկեք սահմանենք օրենքով այդ մասնագետի նկատմամբ այդ պաշտոնում մասնագիտական ինչ պարտավորություններ կամ ինչ լիազոր իրավասություններ ունեցող մարդ պետք է լինի, չէ՞, անհատ։ Եկեք դա սահմանենք ու դրանով գնահատենք։ Ձեր առաջարկած տեխնացուցրան բավարարում է սպանջների թե ոչ, բայց որ դա պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը, ինձ համար երկրորդ կարծիքն չի կարող։ Հաջորդը, օրինակ մարդու իրավունքների պաշտպան։ Կարևորագույն ինստիտուտ։ Ինչու դա պետք է լինի մեծամասնության տեխնացուն։ Ես լավ չեմ հասկանում։ Եթե հասկանում եք, չէ՞, ու ես կարող եմ շարադրել այսպեսի, ինչպես նաև օրինակ պատկերացրեք, որ ցանկացած ֆրակցիա իրավունք ունենար օրենք ընդունելուց հետո դիմել հանրապետության նախագահին պահանջելով, որ այդ օրենքի նախագիծը պետք է ուղարկվի միջև ստորագրել, պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան։ Մոռանանք, որ Սահմանադրական դատարանը ինչպիսին է իր որակով։ Ես եւ դուք հիմա խոսում ենք ինստիտուցիոնալ նախաձեռնությունների մասին, ինստիտուտ ձևավորելու մասին։ Այդ նույն Սահմանադրական դատարանը կարող է, չէ՞, դատավորների մի հատվածը, ենթադրենք 3-ը կամ 4-ը լինեին ընդդիմության կողմից ներկայացված։ Ինչու ոչ։ Այսինքն տեսականորեն եք ասում, բայց Փաշինյանի պայմաններում ոչ։ Ճիշտ եք ասում, մի րոպե։ Տեսեք, ուրեմն նախ այսպիսի հարցադրումները պետական իշխանությունն արդյունավետ դարձնելու համար խիստ անհրաժեշտ են։ Հետևաբար ընդդիմության ես սա եմ ասում, ընդդիմությունը պարտավոր է այս հարցերը բարձրացնել, համոզված լինելով որ նրանք մերժվելու են։ Համոզված լինելով որ մերժվելու են։ Ես կառաջարկեի նախ ընդդիմության 80%-ից ավելին, ոնց որ նաև իշխանության։ Ուղղակի որոշում կայացնողները իշխանության համար դա կարդում են։ Կարդային Հայաստանի սահմանադրությունը։ Նրանք նույնիսկ չգիտեն ընդդիմությանը ինչ գործիքակազմ է տրված։ Ես դա եմ առաջարկում։ Իրենք դա էլ չգիտեն։ Սահմանադրական դատարանը, այո, Նիկոլ Փաշինյանը դարձրել է այն գործիքը, բերել է նրան, որտեղ շատ հարցեր ունի լուծելու դեռ Սահմանադրական դատարանով, բնականաբար, բայց ընդդիմությունն էլ անելիքներ ունի։ Ոչ թե գնալ եւ հարց տալ Նիկոլ Փաշինյանին։ Ես ձեզ հիմա խոսում եմ ընդդիմության անելիքների։ Ես փորձում եմ ներկայացնել ընդդիմության իմ պատկերացրած անելիքների շարքը։ Կրկնում եմ, մանդատները վերցնում եմ ու հայտարարում եմ հրապարակավ։ Դա պետք է համատեղ արված լիներ։ Ես կրկնում եմ այդ առաջարկությունները ներկայացված եղել ժամանակին։ Ահա այն առաջարկները, որով սա դառնում է իմ մանդատ վերցնելու գինը։ Անկասկած քաղաքական մեծամասնությունը դեմ էր լինելու։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, բայց ես նորից եմ կրկնում, սա այն համակարգն է, որը որ ես ներկայացրեցի, կարող է ոչ թե կարող է, հաստատ պետք է լիարժեք շարունակություն ունենա, լիարժեք ալնի, որը ըստ էության կօգներ, կնպաստեր, որսի քաղաքական մեծամասնությունը իր որոշումները կայացնելուց միշտ հաշվի առնել ընդդիմության կարծիքը։ Օրինակ, եթե պատկերացեք մարդու իրավունքների պաշտպան ընդդիմությունից լիներ, քաղաքական մեծամասնությունը նույն ընդդիմադիր առաջարկություններ, ընդդիմադիր հատվածի քաղաքական ազգային ժողովում ընդդիմադիր ֆրակցիաների առաջարկի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելիս միշտ հաշվի կառնել, որ այնտեղ կա մի հատ մարդու իրավունքների պաշտպան, որ կարող է հիմա եթե ես կոշտ վերաբերվեմ, նա էլ հակառակը կանի։
Այսինքն դա հակակշիռների ու հենց փոխադարձ զսպումների համակարգ։ Գոնե ես այդպես եմ հասկանում։ Հարությունյան, ինձ համար օրինակ տարօրինակ էր, որ քննարկում են հիմա արդյոք պետք է վերցնել ընդդիմությանը վերապահված պաշտոնները, թե ոչ, օրինակ ազգային ժողովի փոխնախագահի։ Գրիգորը Մուրադյան շատ ճիշտ ասեց, դա նվեր չէ, դա իշխանության նվերը չէ, դա ձեր հասանելիքն է, պետք է վերցնեք անպայման եւ գործի դնեք։ Տիկին Սեյրանյան, ասացեք, խնդրեմ, վերցրեցինք։ Ամբողջ 5 տարվա ընթացքում, բացի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, որ թափուր մնաց, Իշխան Սաղաթելյան հրաժարվեց, մնացած պաշտոնները պահպանվել էին։ Մեկը պաշտպանության նախարարի տեղակալը, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կացեց թափուր մնաց։ Ինչ տվեց դա։ Ոչինչ, ես դրա մասին եմ ասում։ Խոսքը գնում է դրա մասին, երբեք քաղաքական փոքրամասնությունը չի կարող որոշում կայացնել։ Եկեք սա արձանագրենք, բայց քաղաքական փոքրամասնությունը կարող է ունենալ լծակներ, որպեսզի իր քաղաքական դիրքորոշման հետ մեծամասնությունը հաշվի առնի։ Խոսքը սրա մասին է։ Միայն այս դեպքում իշխանությունների տարանջատման հակակշռման սկզբունքը կարող է քիչ թե շատ ինստիտուցիոնալ առումով կայանա։ Այն էլ մեր պես երկրում, որտեղ քաղաքական մշակույթ բացարձակապես գոյություն չունի։ Բայց եթե այսպիսի առաջարկությամբ հանդես գար ընդդիմադիր երկու ուժերը, որոնք մտնում են խորհրդարան, շատ հստակ արձանագրել, ահա այն նախապայմանները, որոնց պարագայում մենք պատրաստ ենք համագործակցել ազգային ժողովում։ Ակնհայտ է, չէ՞, քաղաքական մեծամասնությունը մերժել, գոնե ես եւ դուք ոչ մեկը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում այդ առաջարկները մերժվել են։ Խնդրեմ, դրանից հետո մենք բոլորս մանդատները դնում ենք, գնացեք ձեր 64 հոգով աշխատեք։ Այդ որ ասում են մենք առանց իրանց նորմալ կաշխատեն, բլեֆ է։ Իրանք շատ լավ հասկանում են, որ այդ դեպքում իրանք կդառնան երկու ոտից կախ բադ։ Սա է իրականությունը։ Սա ընդդիմության վարքագիծ այսպեսին պետք է լիներ։ Ընդ որում կներեք, բայց համաձայնեք, որ նման հարցադրման պարագայում հանրային դիսկուրսում նոր թեմա էր մեջտեղ գալու, որակապես նոր մտածողություն գեներացնող թեմա։ Իսկ ինչպիսին պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական փոքրամասնության եւ մեծամասնության փոխհարաբերությունը, ինչպիսի լծակներ, ինչպիսի գործիքներ, ինչպիսի գործիքակազմ, որի ընդդիմությունը կրկնում եմ նա երբեք որոշում չի կարող կայացնել, բայց ընդդիմությունը քաղաքական process-ի, քաղաքական որոշումների վրա ազդելու առողջ ազդեցության մասին է խոսքը, հնարավորություններ պետք է ունենա։ Իսկ դրա համար պետք է այդ փոխադարձ այդ լծակների, փոխադարձ զսպումների համակարգը լինի։ Դե դրա համար հիմա իշխանությունը փորձում է պլանկան իջացնել, ասում է հələ եկեք տեսեք ձեզ ինչ ենք անելու, հələ հալներդ կտեսնեք, հələ չգիտեմ ինչ։ Այսինքն ես եւ դուք ականատես ենք տեղում փողոցային մի հատ բանավեճի։ Հա, բա իրանց ուզածը դա է։ Բայց մեր ընդդիմության ուզածը դա։ Դե հիմա հենց սա խնդիրը։ Ես ընդդիմությանը ձայն չեմ տվել դրա համար։ Ես ավելին ձայն չէի տվել նաև որ գնային Նիկոլ Փաշինյանին հարցեր տային ու ասեին տեսակ ոնց ունից դուրս եկավ։ Նրան մենք ձեզ հետ միասին արձանագրեցինք հիմնական նպատակը, որը պետք է լիներ։ Այսինքն ընդդիմությունը պետք է մտներ մարտահրավերները չեզոքացնելու նպատակը հետապնդելով, այսինքն նպատակադրումը սա պետք է լիներ։ Իշխանության վերցնելը դա ընդհանրապես պետք է դիտվեր միջոց այդ նպատակը արդյունավետ իրացնելու համար։ Եվ ես որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, ինձ շատ միշտ հետաքրքրում էր, իսկ լավ, եկեք իշխանության։ Ինչ քայլեր եք անելու։ Ինչ քայլեր եք անել, դուք չեք հնչեցրել։ Դուք ինձ որպես ընտրող չեք համոզել այդ բանում։ Ես կրկնում եմ, մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկում ընդդիմությանը ոչ թե նրա համար, որ համաձայներ նրանց անվտանգության կոնցեպտի կամ տնտեսական, այլ որովհետև համոզված էր, որ Նիկոլը վտանգավոր է։ Նիկոլի իշխանության մնալ, բայց կներեք, մենք կարող ենք մրից դուրս գալ, մրջուր ննենք։ Սա էլ կա։ Եվ ընդդիմության խնդիրը սրանում էր կայանում։ Ու ես կարծում եմ, ես համարյա համոզված եմ, որ այն 800 քանի հազար մարդիկ, որ տենց էլ տներից դուրս չեկան, պատճառներից մեկը նրանց միստվար հատվածը մտածող մարդիկ են։ Նրանց չբավարարեց ընդդիմության, նրանք եթե կողմնակիցներ են Նիկոլին կգային կքվեարկեին։ Հետաբար նրանք ակնհայտորեն իշխանական չէին։ Բայց նրանք մնացին անտարբեր առերևույթ, որովհետև չտեսան այն կոնկրետ առաջարկությունները, որոնք որևէ քաղաքացուն նրա ընտանիքին կարող էին երաշխավորել հետագա անվտանգ զարգացման հնարավորությունը։